Ողջույն բոլորին սիրելիներս, այսօրվա վլոգի բացումն անում է Ռոնին։ Բարև ձեզ, ես ուզում եմ Ուլիկի մասին ասել։ Իմ ձեռքում Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն է ու սովորում ենք Ուլիկը պատմությունը միասին։ Դեռ ընթացքի մեջ է, պատմում ենք, ես պատմեցի, Ռոնին է փորձում պատմել ու ցանկացանք մի քիչ էլ ձեզ հետ կիսել ես մեր ընթացքից։ Քանի որ Ռոնիի սիրողները շատ են ու իր հայերենը շատ եք սիրում, որոշեցինք, որ ձեզ համար էլ պատմի Ուլիկի պատմությունը։ Իր բառերով, ինչքան որ կկարողանա, փորձում է պատմել։ Լինում է չի լինում, մի այծ է լինում։ Այծը ունի իմ փոքրիկ Ուլիկ։ Այծը միշտ գնում է խոտ անելու։ Հետո, որ գալի հասնում էր տուն, կանչում է, ծեծում է դուրը։ Կանչում է այսպես. Սևուկ Ուլիկ, սիրուն բալիկ, մանեմ ես սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բացիր, որ ես ներս կգամ։ Հետո Ուլիկը լսում է մայրիկի ձայնը։ Ուրախաթրջում է։ Ուրախա չէ, ամբողջությամբ ասա, ուրախանում է, վեր է թրջում ու դուրն է բացում։ Հետո Ուլիկը կաթ է խմում։ Հետո ամեն ինչ թաքուն գայլն է տեսնում։ Այս ամեն ինչը թաքուն տեսնում է գայլը։ Մի օր գայլը դուրը ծեծել է, այսպես շատ կոպիտ ասել է. Սիրուն Ուլիկ, սևուկ Ուլիկ, սիրուն Ուլիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, լսում է Ուլիկ։ Ուլիկը վախեցավ, ասում է. Ես չեմ ճանաչում քեզ, գնա, դու իմ մայրիկը չես։ Իմ մայրիկը շատ սիրուն անուշ ձայն ունի, դու կոպիտ ձայն ունի, ես չեմ ճանաչում քեզ։ Բարերը ամբողջությամբ ասա, կոպիտ ձայն ուն չէ, կոպիտ ձայն ունես։ Մայրիկը գալիս է տուն, փախցր ձայնով ասում է. Սիրուն Ուլիկ, սևուկ Ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար։ Ուլիկը ասել ինչ է հետո. Մայրիկ, դու գիտես, որ դու գնացել է ու մարդ եկել է դուրը բացում, կոպիտ քո նման ասում է. Ես ասել եմ, ես չեմ ճանաչում քեզ, դու գնա այստեղից։ Մայրիկը վախեցը ասում է. Լավ Ուլիկ, շատ լավ է զարել, որ չես բացել ուրիշին։ Դուրը ուրիշի առաջ։ Հետո ինչ է ասում մայրիկը, դա ով է եղել։ Դա գայլ է եղել, որ նորից կգա, կասես ես գնա այստեղից, որ չես գնա, ասել գնա որ իմ մաման ունի, եթե չգնաս, իմ մայրիկը, ինչ է դա, պոզելով կեզ, կխպի։ Հիմա դու ես պատմությունից ինչ հասկացար, բալես։ Հասկացա, պետք է ուրիշին տատիկին, պապիկին պետք է լսես, որ մի մարդը չի ճանաչում, որ բացում է դուրը, որ զարկում է դուրը, մի բացիր։
Պիտի լսես մայրիկ, տատիկին, պապիկին, հետո այլում։ Հետո Մայրիկին, հայրիկին։ Մեծերի պիտի լսես, որ տանը մենակ ես լինում։ Պիտի չպետի ուրիշին բացես Դուրը։ Հիմա քեզ ինչ ես մտածում, Ուլիկը խելացի Ուլիկ էր։ Հա։ Խելացի էր, չէ, որ չբացեց։ Հա։ Իսկ եթե դու լինեիր Ուլիկի փոխարեն, ինչ կանեիր։ Ես չգիտեմ։ Եթե դու տանը մենակ լինեիր, մի հատ մարդ կար կամ գայլը կար, դուրը զարկեր, ու քո մայրիկի ձայնով խոսեր, ասեր Ռոնի, իմ սևուկ, սիրուն բալիկ, դուրը բաց, հարակաթ եմ բերել քեզ համար։ Դու ինչ կանեիր, բան, դու Ուլիկի փոխարեն։ Ինչ կասեիր գայլին։ Ես քո չեմ ճանաչում, գնա այստեղից։ Ես չգիտեմ դու ով ես, գնա, դու իմ մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկ չես։ Ես դուրը չեմ բացել, որ այստեղ կաներ իմ մայրիկ, հայրիկ, տատիկը, պապիկ գայլը քեզ խփեն, օր պոլիսի կանչեն։ Ոստիկանություն կկանչեն։ Հա։ Հովհաննես Թումանյանի հեքիաթների այս ժողովածուն մեզ նվիրել է իմ սիրելի հետևորդուհի Տիկին Սուսաննան, տեսեք այստեղ էլ գրել է. Թող առողջ բալիկ մեծանա։ Ռոնի շատ փոքր էր, 3 թե 4 տարեկան էր, երբ այս գիրքը ինձ հասավ։ Վերջին 2 տարիներին ենք սկսել ավելի շատ օգտագործել այս գիրքը, ես իր համար հեքիաթներ եմ կարդում ժամանակ առ ժամանակ, որովհետև դրանից առաջ փորձեր արել եմ, բայց շատ բառեր չեն հասկացում, իհարկե սա ավելի ժողովրդական լեզվով է գրված, անծանոթ շատ բառեր ու արտահայտություններ կային հեքիաթների մեջ, աշխատում ենք, որ ավելի լավացնի իր հայերենը։ Իմիջայլոց Ռոնի սկսել է մասնակցել առցանց հայերեն դասերի, շաբաթական 1 անգամ է, ամեն շաբաթ 40 րոպեանոց դասեր են։ Սկզբում հեշտ չէր համոզելը, որպեսզի նստել օնլայն դասերի մասնակցել, որովհետև դա մի քիչ իրեն խորթ էր այդ տեսակը, դասընթացի օնլայն ձևով։ Ռոնի երկրորդ հերթ է գնում դպրոցում, 12:50 մոտավոր ժամը 1-ին են սկսում եւ ավարտում են 6:30 արդեն Ռոնի տանն է լինում, 6:30 գալիս է, 7-ին ֆուտբոլի պիտի գնա, ժամ 8:30 տուն է գալիս շատ հոգնած, բայց միևնույն ժամանակ անպայման պիտի իջնի իր բակային ընկերների հետ էլ խաղա, առավոտյան էլ ժամ 9-ից մինչև 11 ինքը դասապատրաստման է գնում, մենք իրեն ուղարկում ենք դասապատրաստման իր դպրոցի դասերը պատրաստելու մեկ այլ ուսուցչուհու հետ, որը մեր շենքում է բնակվում։ Դրա մասին էլ հեսա քիչ անց կասեմ, թե ինչու որոշեցինք այդպես անել։ Ինչքան էլ ես ուզում եմ սահմանեմ ժամ, որ ժամի 9-ին քնած լինի, բայց չի ստացվում, որովհետև իհարկե հանգամանքների բերումով այդպես է, չի ստացվում։ Ես ավելի շատ մտածում եմ, թող իր ուզածով լինի, իր սրտով լինի, իջնի իր խաղն էլ խաղա, որպեսզի եւ ինքը ինձանից չնեղանա, ես իրեն չզրկեմ իր խաղային հաճույքից, իսկ թե ինչու մենք մտածեցինք իրեն ուղարկել դասապատրաստման առանձին ինչ-որ մեկի մոտ, այլ ոչ թե մենք սովորեցնենք իր դպրոցի տնային առաջադրանքները, որ տանը պիտի կատարեն, որովհետև Արեգի ծնվելուց հետո բարդացավ այդ ընթացքը, իհարկե ես ավելի շատ նորածնի խնամք եւ այլն, մեկ եւ ավել երեխա ունեցող մայրիկները շատ լավ ինձ կհասկանան, նաեւ մեկ այլ խնդիր ունեինք, հինդի եւ մարաթի լեզուներն է դպրոցում անցնում, 2 հնդկերեն լեզու, մեկը նահանգային լեզուն է, մարաթին, մյուսը հինդին, Հնդկաստանի պաշտոնական լեզուն է։ Ու ես ոչ գրել գիտեմ, ոչ կարդալ գիտեմ, միայն խոսել գիտեմ հինդիով, մի քիչ էլ մարաթի գիտեմ։ Ու մարաթի հինդի պիտի սովորեցնել իր պապան, իսկ պապան շատ ջանք էր ներդնում, որպեսզի սովորեցներ ամեն առավոտ այդ դասապատրաստման գնալու փոխարեն, մինչև իր դասերը կսկսեին, անպայման նստացնում էր նախաճաշից հետո դասերն էր սովորեցնում, բայց դա էլ շատ երկար էր տևում, երեխաների հետ աշխատելը, դաս պատրաստելը, տնային առաջադրանքները կատարելը մեծ համբերություն է պահանջում, մանավանդ եթե դու ծնող ես եւ դու պետք է սովորացնես, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ երեխաները ծնողների ներկայությամբ այնքան էլ իրենց ձիգ չեն պահում, այսինքն մաման, պապան, ոչինչ, կարող են մի հատ էլ չարաճճիություն անել, եթե անգամ խստորեն ասում ենք, որ նստում ես կես ժամ, սովորում ես առանց շարժվելու, առանց ինչ-որ կողքից բաներ անելու, տրամադրվում ես դասի համար, մեկ է էլի, մանավանդ երբ որ շատ ակտիվ է, աշխույժ երեխա է, անընդհատ ինչ-որ ձգձգվում էր 5-10 րոպեով տարբեր ընկնում
էր նորից խաղով, գնում էր ինչ-որ մի բան պիտի խաղար կամ պատճառաբանություն էր բռնում, հետո էր նստում, մի խոսքով ուզում եմ ասել, որ շատ ժամանակ ու էներգիա էր դա խլում մեզանից, Արեգի ծնունդից հետո, քանի որ իմ ժամանակը այնքան էլ անսահմանափակ չէ, ես պիտի օրինակ ավելի ազատ եմ լինում, երբ երեխան քնած է լինում, այդ ժամանակը կարող եմ իրեն տրամադրել, ինքն էլ դպրոց է լինում, դպրոցում է լինում, առավոտյան այդքան չի ստացվում նստել, կենտրոնանալ դրա վրա։ Դրա համար մտածեցինք, որ ամենալավ տարբերակը կլինի այն, որ մենք ուղարկենք իրեն մի երրորդ անձի մոտ, ում ինքը չի ճանաչում, որպեսզի նստի հանգիստ, առանց ավելորդությունների, կենտրոնանա դասի վրա ու դասապատրաստումը իրականանա բարեհաջող։ Դասապատրաստման ուսուցչուհին տեղյակ է բոլոր դասերից իրենց դպրոցի հատ առ հատ, երբ որ ունեն քննություն, քննական շրջան է, բոլոր թեմաներն ունի իր մոտ ուսուցչուհին ու մեկ առ մեկ պարապում է իրենց հետ։ Իհարկե, երբ գալիս է տուն, ես մի հատ անցնում եմ դասերի վրայով, այսպես ասած, իրեն հարցեր եմ տալիս ստուգելու համար, որ իսկապես գիտի թե ոչ, մաթեմատիկայի աղմսակն եմ հարցնում, գրականության դասը պատմել եմ հարցնում, օրինակ եւ տարբեր, հինդին ու մարաթին էլ ամուսինս է հարցնում, այդպես մեզ համար ավելի հեշտ է կազմակերպում այդ դասապատրաստման ընթացքը։ Իսկ ես վերջին մեկ տարվա ընթացքում իր հայերենը մի փոքր տուժեց, որովհետև դպրոցում դե առաջին դասարան գնաց ու առարկաները շատացան, իր գրաֆիկը խտացավ, այսպես ասած, արդեն շատ դասեր էին տալիս եւ ես չցանկացա ավելի շատ իրեն ծանրաբեռնել ամեն անգամ, ոնց որ առաջ էի անում, ամեն օր օրվա ընթացքում անընդհատ ասում էին նստի մի հատ սա սովորենք, աշխատանք էի տանում ավելի շատ մեկ տարի առաջ, քան հիմա է ստացվում ու հետո ես հասկացա, որ խոսակցական հայերենն էլ մի քիչ ուժեց, դա ինքնաբերաբար ստացվեց, եթե առաջ օրինակ ինքը միայն ինձ հետ հայերեն էր խոսում, հետո պապայի հետ անգլերեն էր խոսում կամ հինդի էր խառնում, հինդիով էր խոսում, հիմա ավելի հարմար է խոսել անգլերենով, եթե մի ժամանակ ինչ-որ պատմություն էր ուզում ինձ պատմել, անգլերենով էր սկսում, վերջացնում էր, ես ասում եմ մի հատ էլ հայերենով փորձիր ու ինքը փորձում էր ամեն կերպ հայերենով նույն պատմությունը շարադրել, հիմա այդքան էլ այդպես չի, որովհետև ինքն ավելի ազատ է արտահայտվում, իր էմոցիաներն ավելի ազատ է արտահայտում անգլերենով, որովհետև դա իր առաջնային լեզուն է ու ինչ կատարվում է իր կյանքում անգլերենով է ընթանում դպրոցում, որ օրվա մեծ մասը դպրոցում է անցկացնում, բակային ընկերների հետ անգլերեն է խոսում, բոլոր առարկաները անգլերենով է անցնում, ուսուցչուհիների հետ անգլերենով է խոսում ու իր համար շատ ավելի հեշտ է։ Ես հասկացա, որ երեխային չպիտի ճնշեմ այդ հարցում, որովհետև կսկսի չսիրել հայերենը, իսկ դա ինձ բոլորովին պետք չէ։ Ինձ պետք է, որ երեխան հայերեն խոսի սիրով, ինչքան որ կկարողանա խոսել, բայց դա անի սիրով, այլ ոչ թե պարտադրված, որովհետև սերն էլ լեզվի նկատմամբ կմարի, արդեն ոնց որ պարտադրանք կդառնա, իսկ ինչը սիրով չի արվում, բնականաբար լավ արդյունք չի տալիս։ Ես հիմա իրեն ազատ եմ թողնում շարադրել արտահայտել իր մտքերը անգլերենով եւ շատ ժամանակ չեմ ասում, որ մի հատ էլ հայերենով խոսի, բայց ես վստահ եմ, եթե ես ինչ որ հարցեր տամ հայերենով, ինքը հայերեն գիտի, կպատասխանի։ Օրվա ընթացքում առօրյա խոսակցականում մենք հայերեն ենք շփվում, այսինքն ես ինչ որ հարցեր ունեմ իրեն հայերենով եմ տալիս կամ հրահանգներս հայերենով եմ ասում, հարց ու պատասխանի մեջ ենք մտնում հայերենում ավելի շատ։ Անգլերենը մեր առօրյայում եւս մեծ մասն է կազմում, որովհետեւ օրինակ երբ որ ամուսինս ներկա է լինում, ես շատ բաներ անգլերենով եմ ասում, որ ինքն էլ հասկանա, որովհետև երեքով օրինակ ինչ որ քննարկում ենք ունենում, կամ եթե ես ու Ռոնին ենք միայն խոսում, բայց ուզում եմ նաև ամուսինս լսի, որպեսզի ինքն էլ իր կարծիքը հայտնի եւ այլն, տեղյակ լինի ինչ որ բանից, ես անգլերենով եմ դա Ռոնիին ասում, ու բնականաբար մեր ընտանիքը եռալեզու ընտանիք է ու լեզուները խառը այսպես խոսում ենք, բայց երբ ես ու ինքն ենք երկխոսության մեջ մտնում, ավելի շատ հայերենով ենք շփվում, ու իհարկե իր համար գիրք եմ կարդում, դա լինում է հիմնականում գիշերը, երբ Արեգը քնած է լինում, Հովհաննես Թումանյանի գիրքն եմ բացում կարդում մի քանի հեքիաթ դրանից, նաև ունենք այլ գրքեր, հանելուկներ, շուտասելուկներ, դրանցից ենք մի քանի բան կարդում կամ ուղղակի ինչ-որ բաներ ենք իրար պատմում։ Ռոնիի հետ կապված, Ռոնիի մասին մեկնաբանությունները, նամակները շատ են, շատ եք սիրում Ռոնիին ու անընդհատ ասում եք, որ հայերենը շատ եք սիրում, ինչքան լավ է խոսում, առանց ակցենտի է խոսում։ Ես կարող եմ ասել, որ ինչ որ ակցենտ կա իր խոսքի մեջ ու դա շատ բնական է, հնարավոր չի որ չլինի։ Եկեք չմոռանանք, որ Հնդկաստանում է ապրում ծնված օրվանից ու իր հետ խոսացող միակ հայը ես եմ, միակ մարդը, ով հայերեն է խոսում Ռոնիի հետ, դա ես եմ։ Դրան ավելացրած նաև հայկական ինչ մուլտֆիլմեր կամ երգեր է լսում, բայց էլի ժամանակի առումով չեն կարողանում տեղավորվել ժամանակի մեջ, որ ինքը տարբեր ինչ-որ բաներ անի հայերենի հետ կապված ու ոչ միայն հայերենի, ընդհանրապես ինքը ժամանակ չի ունենում անգամ հեռուստացույց նայելու, ինչ-որ մի բան նայելու իր
իր ցանկացած, օրինակ գուցե շաբաթական 2-3 անգամ ֆուտբոլ միացին նայի, քանի որ ֆուտբոլի սիրահար է, քնելուց առաջ գուցե խնդրի կամ առավոտյան ժամերին, երբ դասապատրաստումից տուն է գալիս, արդեն պատրաստ է լինում դպրոց գնալու, դեռ ժամանակ կա, մի կես ժամ նստում է, նայում է ինչ-որ հաղորդում իր սիրելի, զբաղվում է նրանով ինչը որ սիրում է, հետաքրքրված է սպորտով է զբաղվում, պարտադիր չի, որ 3-4 խմբակի երեխան հաճախի, գուցե ինչ-որ մի շրջանում տարիքային այս շրջանում այս խմբակին կհաճախի, հետո մյուս շրջանում գուցե հետաքրքրությունը այլ լինի, այլ խմբակի գրանցենք գնա, այդպես բոլորը մեկտեղ, կարծում այդքան էլ ճիշտ չի երեխային ծանրաբեռնելու առումով։ Մի ավելացում էլ անեմ, որ այստեղ Հնդկաստանում երեխաները գիտեն ինչ է բակային խաղը, այսինքն մի ժամանակ, երբ մենք էինք երեխա, օրինակ 20 տարի առաջ, ինչքան էինք խաղում, չէ բակում, իմ հասակակիցները կհիշեն, որ մեր առօրյան լիքն էր այդ բակային խաղերով, հիմնականում հատկապես ամառային արձակուրդներին, որ տուն չէինք գնում, շատ երկար ժամերով բակում խաղում էինք գաջետներով, տարված չէինք, ու դա երևի լավագույն մանկությունն էր, որ մենք ունեցել ենք այդ առումով։ Հնդկաստանում էլ նույն բանն է հիմա, այս ժամանակները իհարկե փոխվել են, բայց ոնց որ հին Հայաստանը հիշեցնի, որովհետև այստեղ երեխաները շատ են տարված բակային խաղերով, օրինակ կլաս են խաղում, որը մեր ժամանակաշրջանի խաղ է, հիմա չգիտեմ Հայաստանում խաղում են արդյոք կլաս թե չէ, պարան են թռնում ներքևում ժամերով, հեծանիվ են քշում, գնդակ են խաղում, իհարկե գաջետներով նույնպես զբաղվում են, հեռախոսներով ինչ-որ խաղեր խաղում են, բայց ուզում եմ ասել, որ բակային կյանք գոյություն ունի այստեղ։ Մեր տանն էլ մենք ունենք սահմանված կարգ, Ռոնին ես սահմանել եմ միայն կիրակի օրերը հեռախոսային խաղով խաղալու, ես գիտեմ ինքը ինչ է խաղում, ընդամենը 1-2 խաղ կա, որ ես հսկում եմ դա ինչի մասին է, ինչքան ժամանակով, մի ժամը անցնում է, ինքը գիտի, ես ժամ եմ ցույց տալիս ժամացույցի վրա, մի ժամը լրացավ, դու պիտի հեռախոսը դնես մի կողմ, Արեգն արթնացավ, հագուստը փոխեցի, բերեցի։ Օ, ուզում ես էլի քնես։ Մի խոսքով սիրելիներս ամեն ինչ չափի մեջ է լավ ու իհարկե եթե երեխային արտոնություն տաս, ինքը իր չափը չգիտի, ժամանակի զգացողությունը կորցնում է, երբ տարվում է ինչ-որ բանով, խաղերով եւ այլն, հիմնականում գաջետներով, հեռուստատեսային այդ շոուներով, իսկ հեռուստատեսությունը, այսինքն հեռուստատեսությունը, չէ, ինտերնետը, համացանցը լի է աղբով ու շատ վատ հոլովակներով, թեկուզ դա ներկայացվում է որպես մանկական հոլովակ, երեխաների համար նախատեսված մուլտֆիլմեր կամ շոուներ, բայց դրանց մեջ կան շատ վատ ոչ ուսուցողական բաներ, որոնցից պիտի խուսափենք, ծնողները պիտի հետևեն, երեխայի հետ նստեն, հավասար նայեն, տեսնեն ինչ է երեխան նայում, ինչ է լսում, որ նոր թույլ տան կամ թույլ չտան ու իհարկե ժամի զգացողությունը չկորցնեն։ Փորձում եմ, աշխատում եմ այդպես անել, իհարկե դժվար է երեխաների հետ միշտ չէ որ լինում է լեզու գտնել, բայց պիտի ոնց որ ասած ոսկե միջինը պահպանենք ու գտնենք, ձևը գտնենք։ Քանի որ հայերենից խոսեցինք, հենց վիդեոներ սկսվեց հայկական հեքիաթ պատմելով, ուզում եմ ձեզ ցույց տալ Ռոնի հայերենի տետրը ու հայերեն ձեռագիրը, տեսեք թե ինչպես է գրում։ Ռոնի հայերենի տետրն է, տեսեք ձեռագիրը։ Տարերը շփոթում էր, բայց հիմա արդեն լավ գիտի, ավելի լավ, քան առաջ։ Բառակապակցություններ է կազմում, բառային թելադրություն, ես բառերը թելադրել եմ, ինքը գրել է։ Օրինակ ասել եմ տուն, ինքը տառ առ տառ, ինքն իրեն հիշելով գրել է։ Դրված տառերով բառեր է կազմել, ամբողջը ինքն է գրել ինքնուրույն։ Իհարկե սա սովորել է գրքից, այն բառերը, որոնք որ սովորել է, դրանք է գրել։ Այստեղ բառեր, որ վերջանում են ակով, մեկ մքեցնում է մատիտը, մեկ չգիտեմ, թույլ է գրում, հետո նորից վրայից անցնում է, նորից ավելի մուք է ստացվում։ Մի խոսքով, գիտեք արդեն երեխաները ինչպես են սկզբնական շրջանում սովորում գրել, ջնջել, մինչև որ լավ ստացվում է։ Ես դասերը սովորեցնելու առումով բավականին խստապահանջ եմ, հատկապես եթե ձեռագրին է վերաբերում։ Մի բառը, մի տառը մի քանի անգամ գրել եմ տալիս, որ ճիշտ գրի, մեծ ու փոքր չգրի։ Մի խոսքով վերջնական այժմյան արդյունքը սա է, առաջ ավելի մեծ ու փոքր էր գրում, հիմա ավելի համաչափ է գրում։ Կարծում եմ հիմա շատ ավելի լավ է ստացվում, քան առաջ։ Այստեղ էլ ավարտեմ այսօրվա տեսանյութը, սիրելիները, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։
Կհանդիպենք մյուս վլոգում։